Ողջույն, Curiosity Fest 2025-ում թերթեմի տաղավարում այսօր հյուրընկալել ենք մի մարդու, որն աշխատել է աշխարհի շատ հեղինակավոր ու հայտնի բրենդների հետ։ Այսօր մեր տաղավարում է գործատուի բրենդավորման ոլորտում առաջատար համաշխարհային փորձագետ Ռիչարդ Մոսլին։ Պարոն Մոսլի, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար եւ բարի գալուստ Հայաստան։ Շնորհակալություն։ Պարոն Մոսլի, ինչպես կբացատրեք ինչ է գործատուի բրենդավորում ասվածը մեկին, ով երբեք չի լսել դրա մասին։ Կարծում եմ բոլորն էլ հասկանում են սպառողական բրենդավորման գաղափարը։ Դա այն գործընթացն է, երբ դուք փորձում եք վաճառել ձեր ապրանքը, ստեղծելով վստահություն, հեղինակություն եւ որոշակի կերպար։ Գործատուի բրենդավորումը նույնն է, պարզապես նպատակային լսարանն է ուրիշ մարդիկ, որոնց գործատուն ցանկանում է ներգրավել եւ պահել իր ընկերությունում։ Ըստ էության օգտագործում են նույն գործիքներն ու մոտեցումները, բայց գործատուի բրենդավորման դեպքում թիրախը մասնագետներն են։ Գործատուի բրենդը ձեր հեղինակությունն է որպես գործատու։ Իսկ որոնք են ամենամեծ սխալները, որ անում են ընկերությունները նոր աշխատակիցներ ներգրավելու ժամանակ։ Շատ հաճախ ընկերությունները հակված են չափից շատ ուռճացնել ու գունավոր ներկայացնել այն պատկերը, թե ինչպիսին է իրականում իրենց մոտ աշխատելու փորձառությունը։ Այո, այդ մոտեցումը կարող է սկզբնական փուլում գրավել ու հրապուրել շատ թեկնածուների, սակայն երկարաժամկետ հեռանկարում դա կարող է ճիշտ հակառակ ազդեցություն ունենալ։ Եթե աշխատակիցներն աշխատանքի ընթացքում չեն ստանում այն, ինչի ակնկալիքով եկել էին, ապա հնարավոր է նրանք բացասական կարծիքներ տարածեն ընկերության մասին կամ պարզապես հեռանան։ Իսկ ավելի վատ տարբերակն այն է, երբ նրանք մնում են, բայց արդեն անտարբեր են ու լիարժեք չեն ներգրավում աշխատանքին։ Հետևաբար, ամենամեծ սխալն անկեղծ չլինելն է։ Ընկերությունը պետք է լինի գրավիչ, սակայն դա պետք է անկեղծ եւ իրական գրավչություն լինի։ Դուք համագործակցում եք աշխարհի լավագույն բրենդների հետ, որ նախագիծն է ձեզ ամենաշատը սովորեցրել եւ ինչու։ Թերևս ամենաշատը սովորեցած նախագիծը Եվրոպական միության համար իրականացած գործատուի բրենդավորման ծրագիրն էր։ Այդ փորձը ցույց տվեց, թե որքան կարևոր է շահառուների կառավարման գործընթացը։ Շատ կազմակերպություններ գործատուի բրենդավորման աշխատանքները սահմանափակում են միայն մարդկային ռեսուրսների կամ մարքեթինգի թիմերի ներսում, առանց ներգրավելու այլ բաժինների ներկայացուցիչներին կամ տարբեր երկրներից գործընկերներին։ Նրանք պարզապես մշակածը տարածում են ամբողջ կազմակերպության վրա, առանց լայն ներգրավվածության։ Իմ փորձը ցույց տվեց, որ լավագույն արդյունքին կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ գործընթացին մասնակցում են շատ շահառուներ, եւ ձեր ծրագիրը համապատասխանում է նաեւ նրանց շահերին ու ակնկալիքներին։ Եվրոպական միության դեպքում դա հատկապես բարդ էր, քանի որ ներգրավված էին 28 երկրներ եւ 12 հիմնական ստորաբաժանումներ։ Այս ամենը ժամանակատար էր, բայց այն, ինչ ես սովորեցի, միանշանակ էր։ Առանց շահառուների ներգրավման եւ համատեղ տեսլականի մշակման հաջողության հասնել հնարավոր չէ։ Գործատուի բրենդավորումն ավելի շատ պատմելու արվեստ է, թե ճշմարտությունն ասելու գործընթաց։ Իրականում երկուսը միասին։ Ճշմարտությունը ներկայացնելը շատ կարևոր է, սակայն միայն ճշմարտությունը կարող է մի փոքր ձանձրալի թվալ։ Գործատուի բրենդավորումն այն է, երբ դու ասում ես ճշմարտությունը, բայց գրավիչ եւ արտահայտիչ ձևով։ Դա չի նշանակում ներկայացնել այն, ինչ դու չես, այլ նշանակում է ցույց տալ քո լավագույն կողմերը։ Ինչ քայլերից պետք է սկսի այն ընկերությունը, որի վարկանիշը Glassdoor-ում ցածր է։ Եթե Glassdoor-ի ցածր վարկանիշը համապատասխանում է իրականությանը, ապա առաջին հերթին կառավարման թիմը պետք է անկեղծորեն նայի սեփական գործելավոճին ու ընդունի թերությունները։ Այդ դեպքում միակ ճիշտ ելքը թերությունների շտկումն է։ Սակայն կան նաև դեպքեր, երբ բացասական գնահատականները պայմանավորված են օրինակ ընկերության վերակազմավորմամբ կամ կրճատումներով։ Այդպիսի փոփոխությունները երբեմն անհրաժեշտ են բիզնեսի բարության համար, բայց արդյունքում կարող են առաջացնել դժգոհություն արտահայտված ցածր վարկանիշներով։ Նման իրավիճակում կարևոր է ոչ միայն ուշադրություն դարձնել քննադատությանը, այլև ապահովել, որ ընկերության մասին հնչեն նաև դրական գնահատականներ։ Պետք է հավասարակշռել բացասական մեկնաբանությունները, վեր հանելով կազմակերպության ուժեղ կողմերն ու դրական արդյունքները։ Այնպես որ ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից, բայց ամեն դեպքում անհրաժեշտ է արձագանքել ու ճիշտ ուղի ընտրել։ Ինչն է ավելի կարևոր մեր օրերում՝ աշխատանքի մշակույթը, աշխատավարձը, թե նպատակը։ Աշխատավարձը միշտ կարևոր է, բայց ոչ կարևորագույն գործոնը։ Յուրաքանչյուր մարդ, երբ միանում է նոր կազմակերպության, անպայման ուշադրություն է դարձնում վարձատրմանը։ Արդյոք այն բարձր է, համապատասխանում է իր հմտություններին, համեմատելի է գործընկերների ստացած աշխատավարձի հետ։ Սակայն իրականում աշխատակիցների ներգրավվածության եւ բավարարվածության հարցում վարձատրությունը միայն մի փոքր մասն է կազմում։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ աշխատանքի ընթացքում ավելի շատ արժևորում են այլ գործոններ։ Արդյոք ինչ-որ բան սովորում են, լավ հարաբերություններ ունեն գործընկերների հետ, դրական է արդյոք թիմային մթնոլորտը, նպաստում է արդյոք ընկերությունը հասարակության բարօրությանը։ Երբ մարդ սկսում է աշխատել որևէ կազմակերպությունում, ի հայտ են գալիս շատ այլ հարցեր, որոնք դառնում են կարևոր, եւ նա հասկանում է, որ գումարն ամեն ինչ չէ։ Գործատուի բրենդավորման տեսանկյունից փոխել է Z սերունդը խաղի կանոնները։ Իհարկե, որոշ չափով այո։ Առաջին հերթին սոցիալական մեդիայի դերն էականորեն մեծացել է, ինչը փոխել է այն ձևը, որով մարդիկ ճանաչում ու գնահատում են գործատուներին։ Եթե նախկինում X եւ մասամբ նաեւ Y սերունդների համար առաջնային էր պայմանավորվածությունը ինչ կստանան, ինչ արտոնություններ կլինեն, ապա Z սերնդի համար շատ ավելի կարևոր է այն զգացողությունը, որ ստանում են աշխատանքի վայրում։ Նրանք ցանկանում են լսել իրական աշխատակիցների պատմությունները, պատկերացում կազմել թիմի մասին, իմանալ ինչ մարդկանց հետ են աշխատելու, ինչ արժեքներ է կրում կազմակերպությունը եւ որքան ազատություն կունենան ինքնադրսևորվելու համար։ Այս սերունդն ակնկալում է անկեղծություն, արժեքներ եւ ինքնաարտահայտման հնարավորություն։ Սակայն հետաքրքիր է, որ արդեն նոր մի փուլ է սկսվում արհեստական բանականության սերնդի հայտնվելով։ Այսօրվա երիտասարդները սկսել են գործատուներին ուսումնասիրել եւ համեմատել արհեստական բանականությամբ աշխատող հարթակների օգնությամբ։ Այս միտումը միայն նոր է սկսում ձևավորվել, բայց արդեն ազդում է գործատուների բրենդավորման ռազմավարությունների վրա։ Միգուցե արհեստական բանականությունն արդեն փոխել է խաղի կանոնները։ Այո, բավականին շատ։ Գործատուի բրենդավորումը զարգանում է ամբողջ աշխարհում։ Ինչպիսի յուրահատուկ մարտահրավերներ կամ հնարավորություններ ունեն հայկական ընկերությունները գործատուի բրենդավորման տեսանկյունից։ Դա իհարկե կախված է ոլորտից, բայց ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնել մի քանի առանցքային մարտահրավեր։ Նախ Հայաստանը, ինչպես որոշ այլ երկրներ, ունի բավական բարձրորակ կրթական համակարգ, հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ուղղությամբ։ Այս հմտությունները շատ պահանջված են գլոբալ շուկայում։ Առաջին եւ ամենակարևոր մարտահրավերն այն է, թե ինչպես պահել տաղանդները երկրի ներսում։ Օրինակ, Ռումինիայի հետ աշխատանքում նույն խնդիրն էր նկատվում։ Որակյալ մասնագետների արտահոսքը թույլատնում է տեղական ընկերությունների հնարավորությունները։ Հետևաբար, հայկական կազմակերպությունների համար առաջնային խնդիրն է ստեղծել այնպիսի աշխատանքային փորձ, որն իսկապես արժեքավոր կլինի մարդկանց համար եւ չի ստիպի նրանց փնտրել հնարավորություններ դրսում։ Երկրորդ խոշոր մարտահրավերը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մրցակցությունն է։ Հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակաբար աճում է։ Վերջին տվյալներով տեխնոլոգիական ընկերությունների թիվը նախորդ տարիների համեմատ աճել է շուրջ 15%-ով։ Այս աճող ոլորտում, որտեղ մարդկային ռեսուրսները սահմանափակ են, մրցակցությունը տաղանդների համար միայն սրվելու է։ Ընկերությունները, թե սկսնակ, թե կայացած, պետք է կարողանան իրենց բրենդը ներկայացնել այնպես, որ այն լինի ոչ միայն գրավիչ, այլ նաև անկեղծ եւ տարբերվող։ Ինչու պետք է տաղանդավոր աշխատակիցն ընտրի քեզ, ոչ թե մրցակցի։ Ես շատ ուրախ եմ ձեզնից լսել, որ մենք ունենք լավ կրթական համակարգ։ Իսկ ձեր կարծիքով, ինչ կարող են անել հայ գործատուները միջազգային մասնագետների ներգրավելու համար։ Եթե խոսենք միջազգային մասնագետների ներգրավելու մասին, ապա դեռ շատ հնարավորություններ կան բացահայտելու։ Իմ նախորդ ելույթի ընթացքում պարզ դարձավ, որ շատ հայկական կազմակերպություններ դեռ ակտիվորեն չեն զբաղվում գործատուի բրենդի ձևավորմամբ կամ կառավարմամբ։ Այստեղից պետք է սկսել։ Եթե մրցակցում եք միջազգային շուկայում, հատկապես տեխնոլոգիական ոլորտում, որտեղ մրցակցությունը շատ սուր է, ապա գործատուի բրենդի զարգացումը դառնում է առաջնահերթ։ Իսկ եթե ուզում եք նաև ներգրավել տաղանդներ Հայաստանի սահմաններից դուրս, ապա պետք է նկատի ունենալ, որ շատ երկրներում գործատուի բրենդավորումն արդեն բավական զարգացած է բարդ գործընթաց է։ Եթե հայաստանյան ընկերությունները ներկայանան թույլ կամ ոչ բավարար կերպով, նույնիսկ եթե իրականում շատ բան ունեն առաջարկելու, ապա նրանք կպարտվեն այդ մրցակցությունում։ Եվ վերջապես կարևոր քայլ է համագործակցությունը։ Երբ Եվրոպական միության համար աշխատում էի գործատուի բրենդավորման վրա, նրանք համագործակցում էին Բելգիայի եւ Լյուքսեմբուրգի պետական մարմինների հետ, միավորելով քաղաքի եւ երկրի մարքեթինգային ջանքերը գործատուների բրենդավորման հետ։ Նման համագործակցությունն իրական win-win, շահում են բոլորը մոտեցում է։ Հայկական ընկերությունները եւս կարող են համատեղել ուժերը, միավորվելով ազգային կամ ոլորտային մարքեթինգային ծրագրերի հետ։ Հայաստանն իր հնարավորությունները ներկայացնելու ավելի ամբողջական, գրավիչ է միջազգային չափանիշներին համապատասխան ձևով։ Եվ վերջում, պարոն Մոսլի, ինչ կարևորություն ունի նման միջոցառումների անցկացումը, ինչպիսին է Career City Fest-ը։
Սա չափազանց կարևոր է։ Ես միշտ մեծ ողջավորությամբ եմ մասնակցում նման միջոցառումների։ Աշխարհն այսօր փոխվում է աներևակայելի արագությամբ։ Փոխվում են շուկաները, մասնագիտությունները, տեխնոլոգիաները։ Արհեստական բանականության օրինակն արդեն բավականին խոսում է։ Այս տեմպին համընթաց շարժվելու համար պարզապես անհրաժեշտ է դուրս գալ կաբինետից, շփվել այլ մասնագետների հետ, տեսնել ինչով են զբաղված ուրիշները, լսել նրանց փորձի մասին։ Ինչպես ասում են, անտենան ալեհավաքը միշտ բարձր պահիր, այսինքն միշտ տեղեկացված եղիր, թե ինչ է տեղի ունենում շուրջը։ Նման միջոցառումները հենց դա են ապահովում։ Դու ոչ միայն կիսվում ես քո փորձով, այլ նաև լսում ես ուրիշներին, սովորում նոր բաներ եւ մնում ես խաղի մեջ։ Եթե կտրվես այդ հոսքից, շատ շուտով կմնաս զարգացումների հետևում։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։ Շնորհակալություն։